1975 թվականի քարտեզը զինվորական է, որը գաղտնիք է ու հասանելի է սահմանափակ թվով մարդկանց։ Քարտեզագետը պնդում է, ահա թե որ թվականների քարտեզներն են, որ շահեկան են մեզ, ինչի մասին նաև խոսել է ռուսական կողմը։ Ինչպես կարելի է սահմանազատման կամ սահմանագծման վերաբերյալ առաջնորդվել մասնավոր որոշումներ կայացնելու աշխատելաոճով։ Սա մի իրավիճակ է, որտեղ միայն և բացառապես պետական որոշումների կայացման անհրաժեշտություն կա։ Այս մասին նշել է քարտեզագետ Ռուբեն Գալչյանը։ Հակադարձելով Բայրամովի հայտարարությանը, իբրև Ադրբեջանն իր որոշ հարևանների հետ սահմանազատում իրականացրել է ելնելով ոչ թե կոնկրետ քարտեզների վրա, այլ փաստաթղթերի համակողմանի վերլուծության և դրանց իրավաբանական նշանակությունը քննելու միջոցով։ Բայրամովը չէր բացառել, որ այդ գործելաոճը կարող է իրականացվել նաև Հայաստանի հետ սահմանազատման դեպքում։ Եթե Ադրբեջանի նախագահը հայտարարում է, թե Հայաստան պետություն գոյություն չունի, ամբողջ Հայաստանն այլևս Արևելյան Ադրբեջան է, դրա ստորադասից ինչ բնույթի հայտարարություններ սպասենք, ասում է քարտեզագետը։ Այնուհանդերձ, Հայաստանի Հանրապետությունում գործող իշխանություններն իդեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի համաձայն են, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումն իրականացվի 1975 թվականի քարտեզների հիման վրա։ Քարտեզագետ Ռուբեն Գալչյանը նկատում է, որ մատնանշված քարտեզն ըստ էության գաղտնիք է, դա որևէ մեկին դեռևս հասանելի չէ, այդ թվում նաև իրեն՝ որպես քարտեզագետի։ Խոսքը զինվորական քարտեզի մասին է, որը ոչ ոք չի կարող տեսնել, բացի սահմանափակ թվով անձանցից։ Անգամ ես, որպես քարտեզագետ, չեմ կարողացել ձեռք բերել այդ քարտեզը՝ հասկանալու համար՝ ինչի հիման վրա է տեղի ունենալու վարչապետի պատկերացրած սահմանազատման պրոցեսը։ Այն, ինչն ինձ հաջողվել է գտնել, ես ձեռք եմ բերել համացանցային տիրույթից։ Թե ինչու են գաղտնի պահում այդ քարտեզները կամ ինչու դրանց հասանելիությունը բաց չէ անգամ մասնագետների համար, ինչպիսին օրինակ քարտեզագետն է, պարոն Գալչյանը պատասխան չունի, չի կարող ասել։ Ամբողջ աշխարհում այդ քարտեզները վաճառվում են, թե ինչով է պայմանավորված այս գաղտնիությունը, չեմ կարող ասել, գիտեմ միայն, որ Սովետական Միության տարիներին դրանք արգելված էին, ասում է նա։ Հարցին, թե որն է Եվրամիության շահագրգռվածությունը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև սահմանազատումը կատարել հատկապես 1975 թվականի քարտեզներով, Ռուբեն Գալչյանը պատասխանում է. Նախ նկատենք, որ ԵՄ-ին պետք է որքան հնարավոր է արագ ստորագրված որևէ փաստաթղթի տեսք ֆիքսել սահմանազատման կատարված լինելու փաստը, իսկ թե որ քարտեզով դա տեղի կունենա, սա արդեն հարցի երկրորդ կողմն է, ոչ այդքան կարևոր այդ կառույցի համար։ Խոսելով միջնորդ մյուս պետությունների ՌԴ քարտեզների հարցում ունեցած առաջնության մասին, Ռուբեն Գալչյանը նկատում է, որ նրանք նույնպես չեն հանրայնացրել այն քարտեզները, որի հիման վրա ենթադրվում է պետք է կատարվի սահմանազատման գործընթացը։ Իհարկե, 1975 թվականի քարտեզները նույնպես գծվել են իրենց կողմից, սակայն ՌԴ ձեռքի տակ են նաև 1922-23 թվականի քարտեզները, որոնք առավել մանրակրկիտ կերպով գծագրված են և անհամեմատ շատ ավելի շահեկան են լինելու հայաստանյան կողմի համար, սակայն սրանք նույնպես մեզ հասանելի չեն և պահվում են ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի արխիվներում, ինչպես հաղորդել էր ռուսական կողմը։ Ռուբեն Գալչյանի փոխանցմամբ, երբ ռուսական կողմն ասում է, թե սահմանազատումը կատարվելու է իր մոտ պահվող քարտեզների հիման վրա, ապա խոսքն այն քարտեզների մասին է, որոնք չունեն որևէ այլ կողմում, ոչ ԵՄ-ում, ոչ ադրբեջանական կողմում, և խոսքը ըստ քարտեզագետի հենց 1922-23 թվականների քարտեզների մասին է, որը սակայն ոչ մի կերպ ձեռնտու չէ Ադրբեջանին։ Ըստ այդ քարտեզների, Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի այն հատվածները, որոնց պատերազմից հետո անհասկանալի գործընթացների արդյունքում հանձնվել են Ադրբեջանին, ենթակա են վերադարձի։ Հայաստանի Հանրապետությանն հետևաբար չի բացառում, որ հենց սա է պատճառ հանդիսանում ադրբեջանական կողմի համար հայտարարելու, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը կատարվելու է կամայական գործընթացի արդյունքում, ճիշտ այնպես,
այնպիսին, ինչպիսին օրինակ Բայրամովի կողմից նկարագրված տարբերակն է, որը նորից կրկնեմ, ուղղակի բոլոր տեսակի մեկնաբանություններից կամ պարզաբանումներից դուրս տիրույթում է, այսպիսի սահմանազատման կամ սահմանազատման գործընթաց չի եղել և չի կարող լինել։ Ամփոփելով զրույցը, քարտեզագետ Ռուբեն Գալչյանը հավելում է, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման պրոցեսն իրականացնելը անհնարին է դարձել, մինչև ադրբեջանական կողմը չհեռանա Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից։ Ըստ երևույթին, Ադրբեջանը դեռևս նման միտք չունի։ Հետևաբար, սահմանազատման և սահմանագծման գործընթացը հնարավոր է դառնալու միայն ուժի պարտադրման ճանապարհով, կլինի դա տնտեսական, դիվանագիտական, թե ռազմական, միևնույն է, թեև հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, առավել հավանական տարբերակն այնուամենայնիվ մնում է ռազմական ուժի կիրառումը, պարտադրելով այդ պետության զինված ուժերին հեռանալու Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից։